Պատերազմում ծնող կորցրած երեխաներին պահում եք, տիրություն եք անում։ Մենք այսօր ինչ որ կանք մեր մանկության ընդհանուր մարմնացումն ենք, այսպես ասեմ։ Խնդրում եմ պատմիր հայրենիների մասին, Հայորդեստան մասին, ովքեր են երեխաները, ինչպիսի ճակատագրեր են այդտեղ իրար հանդիպել։ Ճամբարում ենք երեխաներին առաջին հերթին սովորեցնում ենք անկախ դժվարություններից սիրել հայրենիքը, անկախ կորստից եւ անկախ ցավից։ Ձեր ճամբարից որ դուրս եկա, մեքենան քշել եմ, կանգնացրել եմ մի ժամ, ասես մտածում էի նոր էլի քշես, զգացի չեմ կա էմոցիաներս այնքան շատ են, չէի կարող միանգամից գնել։ Հայ հասարակությունը իսկապես շատ ապրումակցող է։ Ինչքան էլ որ հիմա մենք դժվար ժամանակներ ենք ապրում, ամբողջ աշխարհում շատ ու շատ փոփոխություններ են տեղի ունենում, բայց մեր հասարակությունը իսկապես ապրումակցում է։ Ոնց ես պատկերացնում այդ երեխաներին, որ մեծանան։ Քեզ ոնց ես պատկերացնում այդ, ասենք 10 տարի հետո, 15 տարի հետո, ինչ որ այդ ինչ կուզեիր ասել նրանց այդ շրջանում։ Մարդիկ են, ովքեր որ անկախ դժվարություններից գործնականորեն հայրենիքի կողքին են առանց ինչ որ մեծ խոսքերի, ստատուսների, ուղղակի ծառայում են հայրենիքին։